Իրանը սպառնացել է երկարատև եւ ցավոտ հարվածներով պատասխանել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին, եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումները եւ վերահաստատի իր հավակնությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը ել ավելի կխորացնի Պարսից ծոցում մատակարարումների խափանումները եւ չի ծառայի իր նպատակին։ Ծովային շրջափակում կամ սահմանափակումներ կիրառելու ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին եւ դատապարտված է ձախողման, նշել է Մասուդ Փեզեշքյանը։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում ծովային շրջափակման անվան տակ, ռազմական գործողությունների ընդլայնում է պետության դեմ, որը պարզապես վճարում է իր անսասանության եւ անկախության գինը։ Այս անարդար մոտեցման շարունակումն անհանդուրժելի է։ Մինչ այդ ամերիկյան Axios-ը գրել էր, որ 3 կենտրոնական հրամանատարությունը նախագահ Թրամփին է ներկայացրել Իրանի դեմ հնարավոր նոր հարձակման ծրագիրը, եթե բանակցությունները ձախողվեն։ Զուգահեռ լրանում է 60-օրյա ժամկետը, երբ ԱՄՆ նախագահն առանց կոնգրեսի հավանության կարող է պատերազմ վարել։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ ապրիլի 8-ի հրադադարով պատերազմը փաստացի դադարել է նախքան այդ ժամկետի լրանալը։ Դոնալդ Թրամփը դժգոհել է պատերազմ վարելու իր լիազորությունները սահմանափակելու կոնգրեսի ջանքերից։ Սպիտակ տանն ԱՄՆ նախագահն ասել է, որ գուցե կարիք լինի վերսկսել ռազմական գործողությունները։ Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչ է հիմա բանակցվում ինձանից եւ մի քանի այլ մարդուց բացի։ Իրանցիները շատ են ուզում գործարք կնքել, բայց այստեղ խնդիր ունենք, քանի որ Իրանում ոչ ոք հաստատ չգիտի, թե ովքեր են իրենց առաջնորդները, նրանք սպանվել են։ Երեք ԱՄՆ Սենատում նաև լսումներ են եղել Իրանի պատերազմի թեմայով։ Օրենսդիրները պաշտպանության նախարարին մեղադրել են Իրանի դեմ պատերազմի ծախսերի ռազմական առաջընթացը չափազանցնելու, նաև խաղաղ բնակիչների թիրախավորելու համար։ Փիթ Հեքսեթը հերքել է բոլոր մեղադրանքները։ Ի տարբերություն մեր հակառակորդների, արմատական իսլամիստների, Միացյալ Նահանգների զինված ուժերը երբեք չի թիրախավորում քաղաքացիական անձանց եւ պայմաններ են ստեղծում ապահովելու համար, որ չվնասենք կամ չհարվածենք քաղաքացիական անձանց։ Հեքսեթը երեք ասել էր, թե պատերազմն ԱՄՆ-ին մոտ 25 միլիարդ դոլար է արժեցել։ Իրանի արտգործնախարարն այսօր սակայն պնդել է, որ դա սուտ է։ Նեթանյահուի արկածախնդրությունը մինչ օրս Ամերիկային ուղղակիորեն 100 միլիարդ դոլար է արժեցել, սոցցանցում գրել է Աբաս Արաղչին, նշելով, որ անուղղակի ծախսերն էլ ավելի շատ են։ Այս ընթացքում Իսրայելը շարունակել է ռազմական գործողությունները Լիբանանի հարավում, թիրախավորելով արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի ենթակառուցվածքները, 40-ը վերջին մեկ օրում, կան զոհեր։